Մենք մշտապես հետևում ենք Էստոնիայի խորհրդարանի գործունեությանը եւ չափազանց կարեւորում մեզ համար զգայուն հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն կամ որևէ այլ դրսեւորում, նշել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպմանը։ Ազգային ժողովի նախագահը անդրադարձել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի այս տարվա մայիսի 24-ին Շուշի կատարած այցին, այն որակելով ծայրահեղ մտահոգիչ։ Ալեն Սիմոնյանի խոսքով հայաթափված Շուշիում պարոն Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլև հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա տեղեկացրել է դեսպանին, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը եւ 2020 թվականի աղետալի պատերազմի հետևանքները։ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերը առաջիկայում կայցելի Հայաստան եւ տեղում կծանոթանա իրավիճակին, նաեւ կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ։ Էստոնիայի դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը։ Նա ազգային ժողովի նախագահին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը եւ սիրով ընդունել փոխադարձ հրավերը։